2025 թվականի Հայաստանում տիրող ներքաղաքական իրադարձությունները մեզ 2026 թվականին թեժ համապետական ընտրություն են խոստանում։ Ուստի Արմնուրը զրուցել է քաղաքացիների հետ հասկանալու, թե որ քաղաքական ուժին են սատարելու նրանք, եթե այս կիրակի ընտրություն լինի։ Ոչ մեկի, բացի նոր ուժից, միայն նոր ուժին պետք է ընտրել։ Նոր ուժերի մեջ ում եք տեսնում։ Այդքան չեմ խորաց այդ պոլիտիկայի մեջ, այդքան չեմ կարող իջնեմ, էլի բաճիկ ջան, դրանց մակարդակի, բայց անպայման նոր մարդ, որովհետև տեսանք, մարսեցինք բոլորինն էլ։ Այդ նոր մարդն էլ ասխալնելու, ես միշտ որովհետև մեր միջավայրը չի նախագահի, շատ անմիջավայր է։ 2-3 սերունդ հետո նոր նախագահի կարող է մի բան լինի։ Նոր անուններից նշում են Էդմոն Մարուքյանին, Արթուր Վանեցյանին, նաև Գեգամ Նազարյանն։ Բոլորին պետք է նեղվեն, բայց ոչ, ծայրի ծայր։ Դրանք նոր ուժ չեն համել։ Նաև Քոչարյանն է նշել, որ ինքը միայն կարող է։ Նա աշխատում է, տնտեսագետ է, գիտնական է, ակադեմիկ է, նրանց հասկացա հերիք եղավ։ Պոլիտիկի հետ խաղերին աշկերիդ նայում են խաթվում են այդ Պուտին, Մուտին։ Ասում են կար դավաճանեց իրար հողերը տվիր, ասում են չի խոսում դուք եք մեր օրը։ Հիմա դրանց ո՞նց հավատաս լուրջ կամ են ամերիկացի են բանը։ Ջիշել է արը։ Մեկ սենց է խոսում այդքան չեմ կա, ես նկարիչ եմ, դրա համար չեմ կարող այդքան իջնեմ, ցավը տանը։ Դուք էլ դրանց ուշադրություն մի դարձրեք։ Նոր ուժի, լրիվ նոր։ Չճանաչենք էլ։ Հասկանում ես, չնայած այդ աթոռը շատ բան ունի մագնիսական, բայց գոնե չես ճանաչ, գոնե այս մարդը քեզ 25 անգամ չի խաբել, հասկանում ես, դրա համար նոր ուժ եղավ։ Ձեր գործը չի, դեռ չեմ որոշել։ Ես իմ չեմ տեսնում տես քաղաքական ուժ, որ կարա ղեկավարի մեր երկիրը ճիշտ այնտեղ աշխատում են, այն կանաչ ժիլետներով։ Իրանցից որ մեկին հարցնեք, կարող եք երկիրը ղեկավարել այն մյուսից լավ, բոլորը կասեն այո։ Նույնիսկ այն հնդիկը կարող ասի ես ավելի լավ կառավարեմ, ասելով չի, պետք է գործել։ Ոչ մեկին։ Ոչ մեկին։ Պատրաստ չեմ ասելու, բայց երևի թե Փաշինյանը լրիվ չի վերցնի, 30% կոալիցիա կլինի Եվրոմեդ ուժերի կողմից։ Իմ կարծիքով դա ոչ Սերժը, ոչ Քոչարյանը, երկուսն էլ թալանչի են։ Ժողովուրդ ջանը տենց է եղել, ինչ անեմ։ Ինչ տեսել եմ, էդ էլ ասեմ։ Ոչ մեկին։ Ոչ մեկին։ Ինչու։ Ինչ են արել մեր համար։ Չկա որևէ մեկը, եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը ալտերնատիվայի անհրաժեշտություն ունի։ Ոչ մեկին։ Ոչ մի։ Չէ, հերու, ուրիշ մարդ որ գա կընտրեմ, մնացածին չեմ ընտրում։ Ում եք տեսնում քաղաքական Հələ որ չեմ տեսնում, ասում եմ որ գա կընտրեմ, հիմա չեմ տեսնում։ Այս իշխանությունից գոհ եք դուք։ Հենա կընտրեի իրանց, էլի որ գոլնեի։ Ոչ մեկին։ Փաշինյանին։ Ինչու։ Կարծում եմ, որ ինքը արժանի է, որ շարունակի իր աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում որպես վարչապետ։ Ինչով է արժանացել, շատերը այսօր հիասթափված են նրա վարած քաղաքականությունից, դժգոհ են, դավաճան, հողատու են անվանում։ Չեմ կարծում, որ ճիշտ են մտածում, որովհետև իմ կարծիքով ինչ-որ դավաճանություն իր կողմից չի եղել։ Ուղղակի հանգամանքների բերումով տենց է ստացվել, որ պետքա տենց լիներ։ Ես որ երևի Գուրգեն Սիմոնյան։ Ոչ մեկին։ Ինչու։ Ոչ մեկին, անտանելի հիասթափված եմ։ Արդեն 70 տարի ապրում եմ, բայց ես Հայաստան այս վիճակում երբեք ոչ տեսել եմ, ոչ վատ երազում եմ։ Պատկերացրել կտեսնեմ։